Տիկին Փոստանջան, այստեղ հավաքված են նաև Ռուսաստանի Դաշնության միգրացիոն նորօրենքի դեմ բողոքողները, հազարավոր մեր քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, ինչ պատճառներով։ Այդ օրենքի մասով ինչ կասեք ու մեր քաղաքացիները ինչ կարող են անել։ Այստեղ նույնպես պետական համապատասխան մարմինների գործառույթն է, որը նույն տիրույթում է գտնվում։ Մեր ազգային շահը մենք պետք է հետապնդենք ամենուր։ Տեսեք, երբ Հրաչյա Հարությունյանին նվաստացնում էին, դա արվում էր Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության մի ճյուղի կողմից, դատական իշխանության կողմից, եւ երբ նրանց հանրային հեռուստատեսությամբ այդ մասին հայտարարում էին եւ բավականին վիրավորական ռեպորտաժ էին ցույց տալիս, այստեղ մեր պետական լծակները պետք է աշխատացնենք եւ մենք պատահական ժողովուրդ չենք Ռուսաստանի Դաշնության համար, մենք այնտեղ նաև իրենց պետականության համար կարևոր ժողովուրդ ենք եւ այսօր էլ եւ մենք պարտավոր ենք այնպես անել, որպեսզի մեր իրավունքները հարգվեն եւ ցավալին այն է, որ ոչ միայն Ռուսաստանում չեն հարգվում մեր իրավունքները, այլ նաև այսօր այս պահին Հայաստանի Հանրապետությունում նորից Ռուսաստանի Դաշնության կողմից խախտված են մեր իրավունքները, հասարակ բայց նաև շատ կարևոր եւ ցայտուն խնդիր է այս պահին Պերմյակովը պահվում է ապօրինի 102-րդ ռազմաբազայում եւ սա ուղղված է մեր սուվերենության դեմ։ Դուք պատկերացրեք, երբ Հայաստանի Հանրապետությունում չի գործում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ քրեական օրենսգրքի դրույթները եւ մենք պաշտպանված չենք եւ մեր քաղաքացիներին սպանել են, նրանց նկատմամբ իրագործվել է եղեռնագործություն եւ մենք այսօր չենք կարողանում քննություն իրականացնենք։ Մենք այսօր այստեղ մեր երկրում չենք կարողանում Ռուսաստանի Դաշնությունը խախտելով այդ երկու պայմանագիրը միջազգային, խախտելով ապօրինի պահում է Պերմյակովին եւ այս ապօրինությունների արդեն շարք է եւ մենք այս շարքին պետք է գնահատական տանք, այո, պետական մարմինների կողմից։ Տեսեք, նույն Պերմյակովի վերաբերյալ պետական պաշտոնյաները գրեթե խուսափում են ընդհանրապես կարծիք արտահայտելու, ուր մնաց պաշտոնապես գրավոր փաստաթուղթ պահանջ ներկայացնելու Ռուսաստանի Դաշնության իշխանություններին։ Գլխավոր դատախազը դիմել էր, այդ ուղղությամբ որևէ տեղեկություն ունեք։ Ոչ մի տեղեկություն չունենք, մենք չգիտենք ինչ դիմում է ներկայացրել, նույնիսկ այդ դիմումի բովանդակությունը հանրությանը հայտնի չէ։ Այնպես որ այստեղ իհարկե կարող ենք ասել, որ մեր պետական իշխանությունը գրեթե բացակայում է, սա է խնդիրը, որ մենք այսօր մեր ինքնիշխանության զգալի մասը զգում ենք, որ գոյություն չունի եւ հենց դա է պատճառը, որ մեր քաղաքացիների հետ այդպես են վերաբերվում։ Եթե դու որպես պետություն չես կարողանում քո շահերդ առաջ տանել եւ հետամուտ չես, ցանկություն չունես, ապա ուրիշները պետք է օգտվեն առիթից եւ քո իրավունքները փորձեն ոտնահարել եւ նաեւ ճնշել։ Գիտեք, ինքը Ռուսաստանը ոչ իրավական պետություն է։ Եվ երբ մենք խոսում ենք իրավունքի մասին, ապա ցանկալի է, որ մենք այնպիսի պետության մասին խոսենք, որտեղ իրավունքը հարգվում է, մարդը, նրա արժանապատվությունը իրապես գերագույն արժեք են, այլ ոչ թե ուղղակի թղթի վրա գրված։ Մենք սա հասկանում ենք, բայց դրա հետ մեկտեղ, բացի այն, որ նա իրավական պետություն չէ, այստեղ կան նաև մեր պետական հարաբերությունները։ Տեսեք, հասարակ մի հարց կարող է թվալ, թե հասարակ է, բայց հասարակ չէ, երբ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր ենք, իբրև թե հունվարի 2-ից, բայց այդ եղեռնագործությունը երբ տեղի ունեցավ, մեզ պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը չցավակցեց։ Իր հեռախոսազրույցը կներեք 5 օր հետո չէ, բավականին հետո, իսկ եթե դուք բացում եք իրենց պաշտոնական կայքեջը,
պարոն Պուտինի պաշտոնական կայքեջը որ բացեք, կտեսնեք այդ օրվա ցավակցությունները ինչպես են եւ ցավակցությունը դա պաշտոնական արարողակարգի միջոցով է արվում։ Համապատասխան փաստաթղթի միջոցով, որը ունի անուն, վերնագիր, ում է ուղված այդ ցավակցությունը։ Այդ ցավակցությունների ցանկում դուք չեք տեսնի մի բառ ուղված հայ ժողովրդին։ Եվ այդ հեռախոսազրույցը գրված վերնագիրը, այն էլ մի քանի օր հետո, բավականին երկար հետո, այո, բողոքի ակցիայից հետո, որտեղ ուղղակի գրված է, որ պարոն Պուտինը ունեցել է հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի հետ, եւ հետո որ բացում ես դա, նոր ինչ որ մի քանի բառ գրված է ցավակցության մասին, այսինքն նույնիսկ այս դեպքում պաշտոնական ցավակցություն չի եղել։ Սա են այսօրվա Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության այս մեր պետությունների հարաբերությունները եւ հետո պետք է չմոռանանք եւ նաեւ ուշադիր լինենք, թե անցյալ տարի դեկտեմբերի 2-ին, երբ Էրդողանն ու Պուտինը իրար հետ հանդիպում էին, ինչպիսի հայտարարություններ արվեցին։ Սա նույն գրեթե դասին է պատկանում, ինչ որ տեղի է ունեցել շուրջ 100 տարի առաջ, երբ քեմալական Թուրքիան էր եւ բոլշևիկյան Ռուսաստանը։ Եվ հենց այնպես չէ, որ բոլոր լրատվամիջոցները, երբ անդրադառնում էին այդ հանդիպումներին, նրանց փորձում էին այսպես բնորոշել, որ սուլթանը հանդիպեց ցարի հետ։ Սա է, բայց այստեղ մեր ժողովուրդը, մենք սա էլ ենք անցնելու։ 88 թվականին, երբ մենք մեզ պարտադրված պատերազմ ունեցանք հաղթանակ, ես կարծում եմ, որ այս պարտադրված թե մեր ժողովրդի իրավունքների այս համատարած զանգվածային ոտնահարման եւ թե մեր ընդհանուր պետականության վերականգնման եւ նաեւ կորցրած ամեն ինչի վերաբերյալ մենք կարծում եմ պետք է ունենանք հաղթանակ եւ երիտասարդ սերունդի միջոցով